Սիրելի ժողովուրդ հայոց, շատ խորհրդավոր դեմը պիտի մտնենք հիմա մարգարեներու Աքիա եւ Մաղաքիա մարգարեներու ուրեմն քերեզմանոցը կետնին դակ նախ ցեզի ցույց տամ այստեղեն հին քաղաքն է տեսեք եկեղեցու զանգերը գողանչեն բոլոր ասիկա այն ճամփան էր որտեղ Հիսուս Քրիստոս հաղթական մուտք գործեց դեպի Երուսաղեմ ահավասիկ Երուսաղեմը այս հերուն ծիրեներ կտեսնեք Աստվածամոր ննչման եկեղեցին, որ այսօր գերմանացիներուն ցերկն է Սուրբարության դաջարի զանգերը գողանչեն հրճակավոր մզգիթն է սիրելիներ Աքսայի մզգիթը եւ Լացի բադը այդտեղ է այս ներքևի մասը կգտնվի հրյաներուն քերեզմանները իստիմացի կողմը կգտնվին իսլամներու քերեզմանները եւ ասիկա սիրելիներ Golden Gate-ն է այսինքն ոսկի թուրը որ փակվեցավ որովհետեւ երբ Իսլամ Օմարը իմացավ որ Քրիստոս պիտի գա եւ ասվեցավ որ ոսկի թռնեն պիտի մտնե այս թռները փակվեցան բայց գտեսնեք այս թռներու մեջը բզդիկ թուրմը տեսեք այստեղը այս բզդիկ թուրը սիրելիներ որ եւ որ Հիսուսով ավելի թյուրին է ուղդը ասեղի ծագեն անցնել քան թե հարուստ աստուծո արքայությունն որովհետեւ այս բզդիկ թուրը կգոչվեր ասեղի ուրեմն այդ բզդիկ ծագը եւ ուղդերը չէին գրնալ ներս մտնել հետեւաբար Հիսուսը ասել ուզեց որ ավելի հեշտ է այդ բզդիկ թռնեն ուղդը մտցնել քան թե հարուստը եւ որ կապվածություն ունի այս աշխարհին այնքան ովևէ մեկը որ ովևէ մեկ բանի կապվածություն ունի եւ երկնքի արքայության կապվածություն ունի չի գնար երկնքի արքայությունը մտնել սիրելիներ ամբողջ այս խրովությունները որ գլան դժբախտաբար որովհետև նաև այստեղ ծրագիր ունին գառուցելու երրորդ դաջարը եկեք նախ իջնենք մարգարեներու այս քերեզմանը Աքիայի եւ Մաղաքիայի քետնին դակ թամփարաններ են եւ բազմաթիվ ուրիշ թամփարաններ կան մարգարեները Աստծո խոսնակներ եղած են սիրելիներ երկրի վրա եւ մարդիկ առաջնորդած են դեպի Աստված եկեք նայեցեք ասիկա քարտեզն է որ մենք իջանք եւ այստեղ կգտնվի ուրեմն Աքիայի եւ Մաղաքիա մարգարեներու քերեզմանները իսկ այս ամբողջ շուրջը այս բոլոր շուրջը դարբեր քերեզմաններ են տեսեք սիրելիներ շատ մութ է բայց փառք Աստծո որ լուսարցակ ունենք եւ լուսարցակով ներս կմտնենք տեսեք խորոչները ուր որ դարբեր թամփարաններ եղած են շատ խորհրդավոր դեր է
Սիրելներ մտնենք ներս այստեղ ըստավանդության մարգարեներուն թամբարանն է ամբողջ ժայռափոր է ինչպես կտեսնեք լերան ներսը փամուղիներ են չորս գոմը ամբողջության չմոռնաք, որ անցյալին սիրելներ ժայռերը գփորեին եւ մեջը գտաղին, ինչպես որ Հիսուս հայրը գին համար գիտեն կատակումներով էս, այո, ինչպես որ Հիսուսի ժամանակ ուրեմն ժայռերը փորեցին եւ ներսը թաղեցին։ Father, can we pray? Yes? Can I pray? No. Okay. So, I was recording this question. But Why? No, why you ուրեմն սիրելներ այստեղ քանի որ ռուս ուրեմն եկեղեցվո իշխանության տակ է հadouk արդոնություն արինք կրոնավորը բարի գտնվեցա որ մենք կարողանանք այստեղ երկմը երկել Մաղաքիայի եւ Անկիա Մարգարեի քերեզմանին մեջ
Թող մարգարեներուն ցայնը սիրելներ հնչե մեր հոգիներու մեջ ամեն անգամ Սուրբ Գիրք ընթերցեցեք, Սուրբ Գիրք կարդացեք սիրելներ, որտեղ մարգարեները բոլորն ալ խոսեցան եւ պատրաստեցին մարդոց հոգիները Քրիստոսը թիմավորելու։ Դժբախտաբար եւ Տեր Հիսուս Քրիստոս եկավ, մարդիկ չընդունեցին զինք, ինչպես սկսե Հովանու Ավետարանի առաջին գլխու 9 եւ 10 ամառներու մեջ, որ իրը ստեղծած աշխարհ եկավ, բայց իրը ստեղծած մարդիկը զինք չջանցան։ Ահա այս մարգարեները սիրելիներ իրենք հոգի աչքերով տեսան Հիսուս Քրիստոսը եւ ավետեցին անոր կալուստը, ու աստարարեցին, որ անոր չի հետևիր անոր, ապա հավիտենական Թադաստանին դիմաց պիտի կանգնի։ Եկեք մենք սիրելիներ հավատքով Դերը մեր սրտի մեջ ընդունենք, ինչպես որ Դերը մեր հայրենիքի մեջ իջավ, միածինը էջք կատարեց, թող այնպես ալ մարգարեներու խոսքով միածինը մեր հոգին մեջ մնա սիրելիներ եւ մենք ալ կարողանանք մարգարեներու նման հավատքով դոգուն անսասանը լալ եւ ճշմարտությունը Աստծո խոսքին դարածենք մեր շրջապատի մեջ։ Թող հանգչին բոլոր մարգարեները, որովհետեւ օրը երկնքի մեջ անոնց պիտի հանդիպենք։ Օրհնյալը լան անոնց շտակ։